անունով բարի եկաք սիրելի քուրիախբարներ այս ուղիեթեր ծառայության որ գսպրվի Փարիզեն մի քանի վարգաններ են պիտի սկսի մեր այս ծառայությունը խնդրենք կանչեցեք ընկերներ բարեկամներ ընտանիքի անդամներ Facebook-ի ընկերներ դարածեք ձեր բարեկամներուն այս մի քանի վարգաններեն գվերակտնենք իրար որբեսի կարողանանք օրտնել դիրոջը իր խոսքը սերդելով երկելով պարապանելով դիրոջ մեծ օրտնությունները վայելելով ուրեմն մի քանի վարգաներեն գվերակտնենք իրար
խորհրդական հավիտենականության սքանչելի խորհրդական հավիտենականության խաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի մեր Տերը երրորդության Աստվածը Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բարի եկեք սիրելի եղբայրներ, մեր այս ուղի եթեր ծառայությանը, ինչպես գիտեք, Փարիզեն կսփռվի արդեն դարիներ ի վեր եւ կհասնենք ցեզ ուր որ կգտնվիք Տերը ասկաբես առաջնորդ է այս ուղի եթեր ծառայությունը քեզ ինձ մեզ բոլորս տանելու այնտեղ ուր իր հոգին առաջնորդ է մեզ այսօր Փառք Տիրոջը որ Տերը մեզ եւս պահեց այս իրարանցում աշխարհին մեջ երթալեն օրերը գանցնի Եվ միշտ կհիշեմ, թե չորեքշաբթի ինչպես կսկսեմ այս ուղի եթերը եւ գրեթե նույն բաները գսեմ, քանի որ իսկապես ամեն շաբաթ նորություններ կան այս վերջին մի քանի տարիները։ Ամեն շաբաթ նորություններ կան, որ մեզ կզարմացնե աշխարհի իսկապես ագոսային վիճակը տեսնելով։ Թող Տերը մեզ իսկապես բահև պատրաստ է իր խոսքին զինք դիմավորելու։ Թող Տերը մեզ բանա իր խոսքին հայտնությունը, որ մենք հասկանանք ճշմարտությունը եւ մենք հասկանանք կյանքի նպատակը Եվ այդպես ապրինք երկիրն ու երկիրը բիդանցնին գսե խոսքը բայց այս իմ խոսքս որ իմ պերնես կելլե Տերը գսե երբեք պիտի չանցնի հավիտենական խոսքը մի քանի շաբաթ առաջ տեսանք իրար հետ թե Հիսուս գսե այն խոսքը որ ես ցես խոսեցա այն խոսքը պիտի դադեցես ուրեմն այո ամեն ինչ պիտի անցնի մեր զգացումները մեր ցավերը մեր մտահոգությունները որոնց համար այսօր կխանգարվի Տերևս եւ Տերը մեզ գարտացնե գբերեգս այս խոսքն հավիդյան Թող ամեն ինչ որ ունենք, ինչ որ ենք, ինչ որ գուզենք, ինչ որ կապրինք, ինչ որ գուզենանք, այս բոլորը Հիսուս Քրիստոսի խոսքից իրեն ներսը լա։ Եվ այսպես որ մեր կյանքը իմաստ կունենա քայլելու, առաջանալու եւ օրտնվելու։ Փառք Տիրոջը ձեր համար, որ այստեղ մեզ հետ եք, դեր օրտնեցես ձեր օջախները, ձեր դուները, տարբեր դեղերեն, տարբեր երկիներեն որ գմիանաք, այս FN Los Angeles-ը մեր սիրելի քուրիախբայրներ կողջունենք, դեր օրտ է բոլորիս, եւ դա որ օրեօր ավելի նմանենք Հիսուսի, օրեօր ավելի քայլենք սուրբ կյանքի մեջ, օրեօր ավելի իր խոսքին համաձայն շտկվենք եւ իր խոսքին համաձայն միապանվենք իր մարմինին հետ եւ իր մարմինով ծառայել, ավետարանը քարոզել, հոգիներու հասցնել, թե ճշմարտությունը Հիսուսն է եւ Հիսուսեն բացի ուրիշ ճշմարտություն չի գա, այս մեր եկեղեցի պարտականությունն է, որ Հիսուս Քրիստոս խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոսը քարոզենք,
Համբարձավ Սուրբ Հոգին ղրգեց եւ ահա այդ պիտի կա միջ այդ իր եկեղեցին համար գաղութ է կպաշտպանե որ եկեղեցին մար սրբանա զորանա քայլե ավետարանե իր կորձը գդարե միջև ինք վերադառնա եւ ինք վերադառնալեն վերջ թատ եւ թատաստան անգվեջ Հավիդյանը Սավիդենից իր ժողովուրդը պիտի ապրի առանց մեղքի նոր երկինք նոր երկրի մեջ փառք եւ բադիվ այս մեր հույսին համար այս անխարտախ երջանիկ հույսին համար որ մեզ կսպասե սրա համար է որ մենք կճարճարվենք կնեղանանք երբեմն կպայքարենք մեր մարմինին հագարակ կքայլենք այս աշխարհին հագահոսանք կքայլենք ինչու քանի որ նպատակ ունենք քանի որ գիտենք ով ենք ով էինք ով ենք եւ ուր պիտի երթանք եւ ով է մեր Տերը այս բոլորը գիտնալու է որ մենք կրնանք քայլել սուրբ եւ ճշմարիտ կյանք այս աշխարհի մեջ բարի եկաք մեր միևս դարձյալ բոլորս Տերը օրհն է բոլորիս իր մեծափառության մեջ հալելույա ամեն եւ ամեն Սաղմոս 131 Գարդ Սաղմոս նայեցեք ինչ կսե 3 համար է ով դեր իմ սիրտս չկորոզացավ եւ իմ աչքերս չբարձրացան ես մեծամեծ բաներու մեջ եւ ինձ մե բարձր բաներու մեջ չքայլեցի ավասիկ հոյակապ խոսակցություն Դավիթին եւ Դավիթը գսե իմ աչքս չբարձրացավ չկորոզացա ինձ մե ավելի բարձր բաներու մասին չմտածեցի ես կսե արդարև իմ անձս հանդարտեցուցի եւ հանգստացուցի իր մորը գատեն գդրված դղումը դես ինչ քեղեցիկ է երբ կտեսնենք մեկ մարդ դիրոջ ցերկերու մեջ գահանտարդի գահանգստանա վստահությամբ կդարյալ եւ այո իր աչքը աչ եւ ցախ չթարնար չկորոզանար եւ իրեն դրվածեն ավելի ինչ ուզեր Երանի այն մարդը որ դիրոջը մեջ կգտնե իր խաղաղությունը եւ իր հավասարագշռությունը իր լավությունը չսպասեր այս կամ այն իրավիճակները իր խաղաղությունը կամ իր ուրախությունը չսպասեր այս կամ այն փոփոխությունները այլ ինք դիրոջ բազուկներուն մեջ ինչպես երեխամը իր մորը մեջ իր մորը բազուկներուն մեջ գահանտարդի գահանգստանա այդպես այն հավատացյալը կվստահի կնվիրվի եւ դիրոջ հետ կքայլե հալելույա այո այս է որ դերը մեզ գուզե ուղել ես կսե չբարձրացուցի չկորոզացա աչքերս չբարձրացուցի իմ աչքերս ուրիշ տեղ չնայեցավ ես բարձրապես հանգստացուցի իմ անձս հանդարտեցուցի իմ անձս քո բազուկների մեջ ով դեր Աստված եւ գաղութեմ որ այսպես լա քեզի այս խոսքի իրականությունը մի խանգարվիր մի շփոթիր մի վախնար մի գասկածիր մի մտահոգվիր թե ինչ պիտի ըլլա ինչպես պիտի ըլլա ինչպես պիտի հասնես այնտեղ կամ ինչպես պիտի լա քո ներգան եւ կամ քո աբական դու հանդարտիր դիրոջ բազուկների մեջ Հիսուս Քրիստոս մերավ իր կյանքը տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի այս իրարանցումներու մեջ, չգործվի այս մտահոգություններու մեջ, չգործվի այդ վախերու մեջ, այլ հավիտական կյանքի վստահության մեջ ապրի այս օրվան է մինչև Հավիդյան։ Հանձնվի Հիսուսի իր բազուկներուն մեջ, որոշե վստահիլ Տիրոջը եւ իր բազուկներու մեջ իր խոսքը լսե, իր խոսքով զորացիր, իր խոսքը սերդե, այդ խոսքին մեջ ապրե, բավարար է քեզ, որ քո հոգին հանգստանա, քո սիրտը հանգստանա եւ քո քայլերը ուղիղ դեղեր երթանի քեզ, քո նայվածները շիդակ դեղեր դանի քեզ եւ քո սիրտը շիդակ դեղ դառնա։ Օրտնյալ է իր Սուրբ անունը, որ Սուրբ Հոգիով հիմա գուզե այս բանը ներ քո կյանքի մեջ։ Այս վարգանին հիմա ուր որ ես, Սուրբ Հոգին գուզե քեզ այդ հանգստությունը, այդ հանդարտությունը դա, բայց Հիսուս Քրիստոսի բազուկներու մեջ իմ հետ աղոթե եւ ասե ով դեր Աստված գուզեմ վստահիլ քեզ քո բազուկներուն մեջ գուզեմ հանդարտիլ իմ սիրտս մաքրե մեղքերս լվա որովհետեւ ես քայլեմ շիդակ ճանապարհներով իմ աչքս ուղե դեպի քո խոսքը իմ սիրտս գագուղցուր դեպի քո խոսքի ճշմարտությունը որովհետեւ քայլեմ քո ցերկերի քո բազուկների հանդարտության մեջ միջև այն օրը որ քո երեսը տեսնեմ եւ քո հետ լամ Հավիդյանս Հավիդենից աղվասիկ ճշմարիտ աղոթքը որ այսօր դու գրնաս բարձրացնել ամենագարողին օրտնյալը լա մեր Տերը որ գլսե անգերձ աղոթքները օրտնյալը լա մեր Տերը որ կպատասխանե այն բոլոր ինգածներուն այո Տերը ճշմարիտ է
դերը իրական է, դերը գադարյալ է, դերը սիրով լեցուն է եւ դերը քեզ եւ ինձ այսօր այս խոստումները գուզե ցույց տալ սպասե հավատքով, ստացիր հավատքով, շնչե հավատքով եւ քայլե Տիրոջ խոստումին համաձայն։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը։ Այս երգը միասին լսենք, այս պարապանության երգը սպասում ենք, կսեք, սպասում ենք, ոչ թե կսպասենք, քան որ Տերը չգա, կսպասենք այն հավատքին իրականությունը տեսնել իմ կյանքիս մեջ։ Հավատա, որ ինչ խոսքը որ գսե, եթե այդ խոսքին դու կհավատաս, այդ խոսքը գիրականանա քո մեջ։ Հավատա եւ պիտի տեսնես։ Հալելույա։ Պատրաստեցեք Հովաննու ավետարան գլուխ 13, շատ կարևոր գլուխ է։ Գլուխ 13 միասին պիտի սերդենք այս երկեն հետո դերը օրտնե եւ գանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, անոնք որ գուզեն Տիրոջ խոսքին զդորությունը հասկանալ, անոնք որ գուզեն գիտնալ թե ինչ է իսկական քրիստոնեությունը, ճշմարտության խոսք այս ծառայությունը ցեզ ցույց կտա իրական քրիստոնեության ճշմարիտ ուղղությունները։ Հալելույա, փառք մեր Տիրոջը, որ այդ շնորհքը գնե մեզ բոլորիս այս ուղղության մեջ տանելու։ Հալելույա, այս երկեն հետո գվերակտնենք իրար։ Սպասում ենք խոստացված վերջին անձրևների, ապագում ենք օրդարակ եւ արար գետերի, ով թափվեն մեզ վրա անձրևներ, ով թափվեն մեզ վրա անձրևներ, մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևների, ապագում ենք օրդարակ եւ արար գետերի, ով թափվեն մեզ վրա անձրևներ, ով թափվեն մեզ վրա անձրևներ, դուր զորություն ներկայության ապիր մեզ Տեր, Zarav քեզ անչափ երկիրը մեր, դուր զորություն ներկայության ապիր մեզ Տեր, Zarav քեզ անչափ երկիրը մեր, ով բարձրանան աղոթքները բոլոր սուրբերի, ով արարեն հեղեղները հոգու ջրերի, ով թափվեն մեզ վրա անձրևներ, ով թափվեն մեզ վրա անձրևներ, ով բարձրանան աղոթքները բոլոր սուրբերի, ով արարեն հեղեղները հոգու ջրերի, մեզ վրա անձրևներ, ով թափվեն մեզ վրա անձրևներ, բոզորությամբ ներկայությամբ ապիր մեզ Տեր, Zarav քեզ անչափ երկիրը մեր, բոզորությամբ ներկայությամբ ապիր մեզ Տեր, Zarav քեզ անչափ երկիրը մեր, դուր զորություն ներկայության ապիր մեզ Տեր, Zarav քեզ անչափ երկիրը մեր, դուր զորություն ներկայության ապիր մեզ Տեր, Zarav քեզ անչափ երկիրը մեր, ով թափվեն մեզ վրա անձրևներ, ով թափվեն մեզ վրա անձրևներ, ով թափվեն մեզ վրա անձրևներ,
Բարավորվի դերը իսկապես թափվեն մեր վրա այդ օրհնությունները, խոստացյալ օրհնությունները, որ Տերը կխոստանա իր զավակներուն, անոնք որ վստահած են, անոնք որ կքայլեն, անոնք որ ընդունած են Տեր Հիսուս Քրիստոսը։ Այո, Տերը ինչ որ կխոստանա այդ մարդիկը գաբրին, քանի որ Տերը անպայման կհարգե իր խոսքը, իր խոստումները։ Հալելույա, օրհնյալ է մեր սիրելի Տեր Հիսուս Քրիստոսը։ Ձեր ընկերներուն, բարեկամներուն ուղարկեցեք այս Facebook-ի էջը, այս ուղիետերը, որպեսզի շատերը լսեն Տիրոջ խոսքը։ Տիրոջ խոսքի հիմա սերդողություն պիտի անենք, պիտի սերդենք։ Համար առ համար այսօր բագաս է քրիստոնյա աշխարհին մեջ մարդիկ, որ իր խոսքը, Տիրոջ խոսքը հստակ չեն հասկանալ կամ չեն կարդալ, կամ չեն լսել, կամ ժամանակ չեն դար այդ խոսքը լսելու։ Ուրեմն տարածեցեք մարդկանց անշուշտ անոնք որ գուզեն հոգևոր բաներով հարաճանալ, ճշմարտությունը փնտրողներուն պիտի ուղարկվի։ Մադի արանքով նայողները, չէ, նույնիսկ եկեղեցիներուն մեջ այսօր մարդիկ կան, որ մադի արանքով գնային Աստծո խոսքը։ Այդ մարդիկը ասել է թե իրենք Տեր Տիրոջ խոսքի կարիքը ծարավը չունին, եւ այդ մարդկանց ավելի լավ է այդ խոսքը բարձությամբ ըսվի, որ թող ապաշխարեն եւ հետո խոսքը սերդեն։ Բայց եթե դու եւ քեզ մով մարդիկ կան, որ ծարավ են խոսքի ճշմարտությունը, քանի որ խոսքն է գազադակրե, խոսքը կսրբացնե, Աստծո խոսքը կսրբացնե, Աստծո խոսքը գազադակրե, կմաքրե մեզ եւ մեզ գտնե այն դեղուր, որ Աստված մեր ստեղծիչը գուզե մեզ դեսնել։ Հալելույա, օրհնյալը լա իր գամքը մեր սրդերեն ներս։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, Հովաննու ավետարան հասանք գլուխ 13։ Եվ ինչ գեղեցիկ գլուխ է, ինչ գեղեցիկ բան կբադայի, արդեն Հիսուս մտավ Երուսաղեմ եւ հիմա գամած խաչելության կպատրաստվի։ Եվ այս խաչելության պատրաստության սկիզբը 13 գլուխն է։ 13-ին պիտի երթանք, պիտի գարտանք, պիտի տեսնենք կամած այդ 13-ին 16 գլուխները, 17-րդ գլուխը, թե Հիսուս ինչպես կպատրաստվի խաչելության։ Եվ ինչ կսե եւ ինչպես ժամանակ կանցնե իր աշակերտներուն հետ այդ վերջին օրը։ Եվ Հովաննես ավետարանիչը 13, 14, 15, 16, 17, ուրեմն 5 գլուխներ գտնե այդ վերջին երեգոյի խոսքերու վրա, թե ինչ պատահեցավ եւ Հիսուս ինչ ասավ այդ վերջին երեգոն։ Մյուս ավետարանիչները շատ արագ կանցնեն այդ վերջին երեգոյի մասին, միան կխոսին Սուրբ հաղորդության մասին։ Իսկ Հովաննեսը ավելի խոր կգխոսի։ Սուրբ հաղորդության արարողության մասին չխոսիր զարմանալի ձևով, բայց կխոսի այդ 5 գլուխներու մեջ թե ինչ է այդ վերջին օրվա Հիսուսի հոգեվիճակը եւ ինչ կփոխանցե իր աշակերտներուն։ Հուսամ օգուտ կնե քեզի եւ ինձի այսօրվա մեր սերդողությունը։ Համար ուրեմն գլուխ 13 համար 1։ Զադիգի դոնեն առաջ Հիսուս գիտնալով թե իր ժամանակը հասեր է, որ այս աշխարհեն ելլե հորքով, սիրելով իրենինները, որոնք աշխարհի մեջ էին, մինչև վերջ ալ սիրեց զանոնք։ Ահա վերջին ժամանակը հասել է, այս վերջին ընթրիքն է, որ դերը գնե իր աշակերտներուն հետ։ Եվ գեղեցիկ այստեղ գսե ժամանակը հասել է, որ ինք այս աշխարհեն ելլե եւ իր հորը կով երթա, ուր որ էր նախորոք։ Հստակ կբացատրվի այստեղ Հիսուսի այդ հոգեվիճակը, որ ինք արդեն գիտավ ժամանակը եկավ, գիտեք շատ անգամներ Հիսուս կսե ժամանակը ստեր հասած չէ, ժամանակը ստեր հասած չէ, բայց արդեն այստեղ ժամանակը հասավ։ Ինչ կնե, երբ որ ժամանակը կհասնի, իր աշխարհեն ելլելու այդ ընթացքը կմոդենա, խաչելությունը եւ այլն կմոդենա, ինչ կնե։ Գրա այստեղ սիրելով իրենինները մինչև վերջ սիրեց, մինչև վերջ սիրեց։ Հիսուսի սերը սահման չունի, անսահման է Աստված եւ Աստված սեր է։ Ինչ ասել է մինչև վերջ սիրեց։ Ասել է, որ Հիսուս իր առաքելության մեջ ինչ որ պետք է ըներ, մինչև վերջ կատարեց։ Իր Հիսուսի առաքելությունը սիրո արդահայտություն էր։ Իր քարոզները, իր հրաշքները, աշակերտներուն հետ ուդել, նստիր, խոսիլը,
այս բոլորը սիրո արտահայտություններ եւ իր այդ սիրո արտահայտությունը մինչեւ վերջ պիտի դանի, մինչեւ իր առաքելության վերջին վարգյանը, մինչև խաչին վրա իր հոգին բիդի դա, մինչև այդտեղ իր սիրո արտահայտությունն է, որ Հիսուս գահայտնե եւ Հիսուսի արտահայտության մեջ մենք կտեսնենք հորը սերը Հիսուսով գահայտնվի։ Ուրեմն ինչ կնա այստեղ իր սերը հայտնելու համար, քանի որ սերը սիրելիներ զգացում չէ, սերը արտահայտություն է, սերը դրսևորում է, սերը կորձ է, սերը ընելիք բաներ են։ Եվ որ կան մարդիկ շատեր գսեն ես կսիրեմ, զգացումային սերը երկնային չէ։ Աստծո սերը դրսևորման սեր է, արտահայտություն է, որ գերևնա կորձով։ Եվ այստեղ Հիսուս սիրեց իրենիները մինչև վերջ կսե։ Եվ ինչ էր այդ սիրո արտահայտությունը, որ այստեղ հիմա մենք պիտի տեսնենք, նայեցեք ինչ կբադայի ընթրիքը, երբ ընթրիք կլար, մինչ սատանան արդեն Իսկարիոտի Սիմոնին հութային սրդի մեջ դրեր էր, որ զանիգամատնե, Հիսուս գիտնալով թե հայրը ամեն բան իր ձեռքը տվավ եւ թե ինք Աստուծմե ելավ եւ ազոկով պիտի երթա, ինչ ըրավ։ Ուրեմն ահավասիկ իրողությունը կբացատրի այստեղ Հովհաննեսը, սատանան արդեն Իսկարիոտի հութային սրդին մեջ դրեր էր մատնելը։ Հիմա այստեղ կարևոր է սատանան ինչպես կրնա սրդի մեջ տնել մի բան։ Սատանա Աստված չէ, սատանան սրդերը չի գրնար գարտալ, միան Աստված է սիրտ գարտացողը, սրդերը իմացողը միայն Աստված է, սատանան սրդեր եւ մտքեր չի գիտեր, բայց սատանան գտեսնե քո մտքերու դրսևորումը, թե դու ինչ կմտածես։ Եվ այդ տեսնելով է, որ կհասկանա դու ով ես։ Եվ այստեղ հութային սրդի մեջ, որ գսե հութային սրդի մեջ արդեն կար այդ հիաստապությունը, թե ինք կսպասեր, հութան կսպասեր, թե Հիսուս Մեսիա պիտի կար եւ Իսրայելի ժողովուրդը պիտի ոտքի հաներ, պիտի կար եւ հրեոմայացիներեն պիտի ազատագրեր Իսրայելի ժողովուրդը։ Հութան կսպասեր այդ, բայց կտեսնե թե Հիսուս իր մահվան մասին կխոսի։ Հութան հիաստապվեցավ։ Հութան ասավ այս չէ, որ ես կսպասեմ, ես 3 տարի իրեն հետ քայլեցի այն հույսով, որ ես պիտի ինք իշխե, ես ալ իր նախարարներեն մեկը պիտի լամ։ Շարժարիտը մաքուր չէր հութային։ Սրդի մեջ ոչ մեկ իր բարեկամները եւ իր աշակերտները, աշակերտ որ հետն էին չգիտցան իր սրդի մեջ ինչը լալը։ Բայց իր դրսևորումներով ինք որ գնաց Փարիսեցիներուն խոսեցավ, այս բոլորը դևային աշխարհը տեսավ եւ հասկացավ հութայի իր շարժարիտը եւ ժամանակը երբ եկավ, այդ շարժարիտը տրվեցավ իրականության։ Ուրեմն երբ որ Հիսուս կտեսնա այս իրականությունը, որ արդեն իրական ժամանակը եկավ, ահա հութան սկսավ իր վերջնական կորձը դեպի խաչելություն եւ իր հասկացավ, որ ինք արդեն ազոկով պիտի երթա ուրդեղեն, որ ինք եկավ, իր սերը ցույց տվավ իրենիներուն, նույնիսկ հութային, երբ կսեն այցեք ընթրիկեն ելավ եւ հանդերձները մեկտի դրավ եւ ղենչակը առնելով մեջքը պատտեց, ետքը գոնքին մեջ չուր լեցուց ու սկսավ աշակերտներուն ոտքերը լվալ եւ իր պատտված ղենչակով սրբել։ Ինչ կպատահի հոյագապ անհասկանալի մի բան, քիչ հետո պիտի գարտանք Պետրոս չհասկացավ, թե ինչպես կլա այն Հիսուսը, դերը եւ փրկիչը, Աստուծմե ելած, հորմե ելած, հորոկով գնացողը, պիտի ինքը ծառայողի թիրք առնե, քանի որ ոտ լվալը անշուշտ Հիսուս մենակը չէր ոտ լվացողները, այդտեղ ոտ լվալը նորմալ բան մներ։ Երբ մեկը դունը գերտար, այդ տան ծառան եւ կամ այդ տան ամենե փոքրը գգար եւ հյուրերուն գնդունեին ոդը լվալով։ Քանի որ փոշի էր, գոշիկներ չգային ինչպես հիմա, ոդը լվալը հյուրընկալության, բարի եկարի
խոնարհության նշաներ։ Եվ այդ կորձգաներ նորեն գսեմ գամ այդ տանը ծարան եւ գամ այդ տանը ամենեն փոքրը։ Ավասիկ Հիսուս այդ ծառայության թիրքը գարնե։ Փիլիպեցիս 2-րդ գլուխը գսե եւ ինք իր քահը թողելով իջավ եւ ծառա եղավ։ Մինչև ծառա եղավ, մինչև խաչը ելավ։ Եսայի մարգարեության մեջ գսվի, թե իմ ծառաս Հիսուսի համար պիտի կա, այո պիտի մորթվի, պիտի սպաննվի, պիտի խաչը ելե։ Իմ ծառաս, հավատարիմ ծառաս։ Հիսուս այստեղ իր ծառայության թիրքը արավ։ Իր այստեղ գեղեցիկ է որ գսե իր վրային հանեց հակոստը եւ հակավ ծառայության այդ ղնչակը, հակավ այդ ծառայության այդ հակոստը։ Այդտեղ սիմվոլիկ ձևով, խորհրդանշանական ձևով ցույց կտա Փիլիպեցիս 2-րդ գլուխի մեջ, որ գսե Հիսուս իր աստվածային փառքը թողեց եւ եկավ ծառայելու մարդկանց։ Որ մարդկանց։ Այստեղ գտեսնենք աշակերտներուն։ Մեկը պիտի ուրանար, մյուսը պիտի մատներ, մյուս 10-ն պիտի փախչեին եւ երթային, պիտի մնար ինքը մենակ, բայց Հիսուս իր սերը ցույց կտա, աստվածային սերը ցույց կտա, հագարակ թիմացինին, բոլոր դգարությանը, հագարակությանը, մեղքին, աղդոդությանը, ուրացման, դավաճանության, ինք կուքա եւ ծառայելու կսկսի։ Ինք կհակնի ծառայության այդ դիդրոսը։ Եվ հետո ոտքը լվալու կսկսի։ Նախ ծառա եղավ եւ հետո ծառայություն արավ։ Այստեղ շատ մեծ բան կրնանք մենք սորվիլ այն բոլոր հոգևոր ծառայողներեն, հովիվ, քահանա, եկեղեցի ծառայողներ, առաջնորդներ եւ այլն, որոնք ուզեն ծառայություններ անել, ծառայություն բառը կգործածեն, բայց ծառայության հոգին չունենալով։ Գուզեն փառապանության մեջ երկեն առանց ծառա ըլլալու։ Գուզեն քարոզել առանց ծառա ըլլալու։ Գուզեն ինչքիտնամ խրադել մարդկանց առանց ծառայության հոգին հագնելու։ Նախ մենք ծառայություն ծառա պետք է ըլլանք, որ ծառայություն անենք։ Այս ցույց կտա Հիսուսը։ Նախ հակավ ծառայության հակուստը եւ հետո ոտքերը լված խոնարհության։ Ծառան ծառայություն ընելեն առաջ պիտի խոնարհի իր ծառայագիցներուն կամ ծառայողներուն անոնք որ պիտի ծառայե։ Այդ մարդկանց որ ինք պիտի ծառայի, այդ մարդկանց արջե պետք է սորվի խոնարհիլ, իրանցը խոնարեցնել եւ ծառայել այդ մարդկանց խոնարհությամբ։ Այստեղ ոտն լվան այն չէ որ մենք կանք իրար ոտքեր լվանք։ Հիմա պիտի ասե Հիսուս, այդ չէ միտքը։ Միտքը այդ է որ Հիսուսով նայեցեք ես, որ դեր եմ, ես իշխան եմ, ես թագավոր եմ։ Եկա եւ ցես ցույց տվի ոտք լվալու միտքը։ Խոնարելու միտքը, բայց խոնարել են առաջ ծառա ըլլալու հոգեբանությունը հագնել։ Այսօր գզարմանամ, երբ կնայիմ եկեղեցիներու, առաջնորդներու, ծառայողներու, գուզեն երևնալ, ծառայություն անել երևնալու ծառայություն։ Ծառայություն բառը նույնիսկ իր իմաստը գործընծուցած է, քանի որ ծառայությունը ոտն լվալ է։ Ոդ լվալսել է քու այն անցի որ գծարայես իրեն ծառան պիտի ըլլաս, որ այդ մարդուն բարձրացնելու նպատակով դու նույնիսկ քու անցդ ուրանաս, որ դիմացինին բարձրացնես։ Այս է որ դերը մեզ կսորվեցնե այստեղ 13 գլխուն մեջ եւ այսչափ տարի է իվեր մենք կտեսնենք, այսչափ թարերը իվեր կտեսնենք ճիշտ հակառակը։ Այսօր առաջնորդները թակավորություն կնեն գարձեք։ Կարծեք իրենք են թակավորները, հրամանադարները եւ բար ժողովուրդը ծառայողներ, ցերկերը համբուրել, սրանրա հովիվներու հարկանք, գիտեք երբեմն հարկանքը դարձել է ծառայություն։ Բայց Հիսուս կսե չէ, եւ հիմա գարտանք նայեցեք քիչ հետո պիտի գարտանք եւ բիցե այսպես ըրեք իրար։ Բոլորը բոլորին։ Ոչ թե միան բզդիգը մեծին, այլ մեծը բզդիգին նաեւ։ Հիմա Գոնքին ճուր արավ գսե եւ աշակերտներուն ոտքերը լված։ Աղդոտ ոտքերը այն ոտքերը որ պիտի լվար միան ծառան, միայն դան ամենեն փոքրը։ Եվ Հիսուս այդ պարտականություն արավ։ Եվ նայեցեք երբ եկավ Սիմոն Պետրոսին, Սիմոնը ասավ դեր, դու իմ ոտքերս պիտի լվաս։ Զարմանալի բան կնե Հիսուս այստեղ։
Եվ Սիմոն չի կրնար ընդունել։ Ինչպես կարելի է որ Հիսուս դերը, որ մենք պիտի ծառայենք իրեն, ինք կծառայե մեզ։ Այդ հակածը, այդ ձունգի կալը, այդ աշակերտներուն առջև ձունգի կալը ոտք լվալու այդ պատկերը երևակայ է։ Եվ Հիսուս այս կսորվեցնե։ Հիսուս պատասխան տվավ, ինչ որ գնեմ տուն հիմա չես հասկնար, հաբա ետքը պիտի իմանաս։ Այո, չես հասկնար, ետքը պիտի իմանաս, երբ որ պիտի հասկնաս, թե ինչ է իսկական հավատքի մարդը։ Դու հիմա մարդկային աչքով գնայիս, Պետրոս։ Դու հիմա գրոնական ցևով գնայիս։ Դու հիմա գրոնական ցևով նայեցեք, երբ որ գրոնական ցևով գնայինք, այսօր առաջնորդներուն կտեսնենք, կզարմանանք, թե ինչպես այնքան իբր թե գահարքվին, որ կդառնան թագավորություն։ Սիրելի քույր եղբայրներ, քրիստոնեություն այս չէ։ Մի հիաստապվիկ, երբ որ եկեղեցիներու մեջ կտեսնեք առաջնորդներ, հովիվներ, քահանաներ, որ այսպես չեն։ Իրենք են սխալը, այս է ճշմարտությունը։ Քրիստոսի ծառայողը պետք է Քրիստոսի խոնարհությունը ապրի։ Պետք է Քրիստոսի պես ծառա ըլլա առաջին, երկրորդ ծառայություն ընե ճշմարիտ ցևով։ Մի հաստատվեք, որ գրեսնեք ձեր եկեղեցիներում պես այդպես չէ։ Մի հերանակ եկեղեցիներն որ գրեսնեք, որ այդպես չէ, այլ շտկեցեք, ավետարանը գարտացեք, ավետարանը բերեք մարդկանց, որպես այսօր առաջնորդները ապաշխարեն, այսօր առաջնորդները կան եւ խոնարհություն սորվին, առաջնորդները ոչ թե երեխաներու ոտքեր լվան, հաճելի է երեխայի ոտք լվալը, այլ առաջնորդները կան եւ դիրոջ խոսքին համաձայն ծառայություն ունեն ժողովրդին։ Ինչպես որ սուրբ գիրքը Հիսուս ինքը սորվեցնե։ Պետրոսը ասավ, չէ, բնավ, դու իմ ոտքերս պիտի չլվաս։ Պատասխան տվավ Հիսուսը ասավ, եթե ես քեզի չլվամ, դու ինձի հետ բաժին չունիս։ Ինչ գեղեցիկ է, եթե ես քեզ չլվամ, ինձի հետ բաժին չունիս։ Այո, եթե Հիսուս չմաքրե մեզ, եթե Հիսուս չլվա մեզ, եթե Հիսուս չնորոգե մեզ, եթե Հիսուս չկա մեզ մեր կյանքը փոխելու, մենք իր հետ բաժին չունենք, մեր հավատքը իմաստ չունի, մեր ծառայությունը իմաստ չունի, մեր քայլը իմաստ չունի, եթե Հիսուս չմաքրե մեզ, անորմալ պետք է այնքան մենք զղջանք ապաշխարենք, որ իր Սուրբ Ոգին մաքրե, սրբե, լվա, երբ որ ինք լվա մեզ, այն ժամանակ իր հետ բաժին ունենք։ Հալելույա։ Այո, բաժին ունենք մեր Տիրոջ հետ, երբ ինք կլվա մեզ։ Պետք է լվալ։ Եվ այս ճշմարտությունը Հիսուս խոնարհեցավ, որ մեզ լվա, եւ մենք պետք է ընդունենք այն Հիսուսի խաչը, պիտի ընդունենք, որ Հիսուս խոնարհեցավ աշխարհի դիեզերքի Աստվածը ըլլալով, եկավ խոնարհեցավ, որբեսի մեզ լվա, մենք պիտի ընդունենք, որ իր հետ բաժին ունենանք։ Եվ Սիմոն նայեցեք ինչ կսե, դեր ուրեմն եթե այդպես է, ոչ միայն ոտքերս, հաբա նաեւ ցերքերս եւ գլուխս։ Ծայրահեղ է Պետրոս, մեկ կողմը մյուս կողմից չէ, այսպես է։ Եթե քեզ չլվամ գսե, իմ հետ բաժին չունիս։ Ուրեմն անանգենը ոտքս մի լվար, գլուխս, ցերքերս, ամբողջ մարմինս խնդիր չկա։ Դեսնեք դեռ չի գրնար ընդունել, որ Հիսուս իր արչև ձնրատրած է։ Այս է մեր Աստվածը։ Այնքան գսիրե մարդը, որ գխոնարի մարդուն բարձրացնելու նպատակով։ Որ գրոնքի մեջ կա այս բանը։ Որ քաղաքապարախոսությունը այս բան կքարոզե։ Միայն ավետարանը։ Միայն դեր Հիսուս Քրիստոսը, միայն այս է ճշմարտությունը, որ խոնարհեցավ մարդ բարձրացնելու։ Չկա ուրիշ գրոնքի մեջ այս բանը։ Ուրիշ գրոնքի մեջ մարդը պետք է փորձի հասնել Աստծո, կամ ստեղծիչին, կամ իրենց փիլիսոփաներուն, կամ չեմ գիտեր, բայց քրիստոնեությունը գսե Աստված մարդը այնքան սիրեց, որ ինք իջավ այդ մարդուն խոնարելու, մաքրելու, սրբելու, ներելու, որբեսի մարդը իր մարդկության մեջ բարձրանա եւ ապրի ճշմարիտ կյանքը։ Հիսուսը ցավ համար 10. Լվացվածին ոտքերը լվալեն զատ ուրիշ բան պետք չէ, այլ բոլորովին մաքուր է։ Եվ դուք մաքուր եք, անշուշտ ոչ թե ամենքդ։ Ինչու մաքուր էին։ Մաքուր էին անոնք, որոնք ընդունած էին Հիսուսը, որոնք հասկացել էին Հիսուսին, որոնք նվիրված էին Հիսուսին։ Մաքուրս էլ չէ անմեղ։ Պաստորեն գտեսնենք, որ Պետրոս ուրացավ, աշակերտները փախան, սխալներին անմեղ չէին, բայց մաքուր էին այդ առումով, որոնք իրենք ընդունեցին Հիսուսի հետևիլ, ընդունեցին Հիսուսին։ Ան որ գապաշխարե եւ կյանքը գուտադեր Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ոգին այդ մարդը գմաքրե։ Բայց ամեն օր այդ մարդուն ոտքերը պետք է լվացվի։ Մեկ խոսքով, ամեն օր իր ընթացքը, իր քայլը պետք է մաքրվի։
Ուրեմն ամեն օր Տեր Հիսուս պետք է լվա ինձ, ամեն օր ես աղոթքով իր առջև դիտելեմ, որ ինձ մաքրե, սրբե, ամեն օր։ Քանի որ իմ ընթացքս, իմ կյանքս, իմ օրս, իմ ամեն օրվա ընթացքս ինձ մեղքի կդանի։ Ես մաքուր եմ, քանի ես Տիրոջն եմ, բայց ամեն օր պետք է մաքրվիմ իր հոգիով, իր Սուրբ հոգիով, այդ ջուրը կներկայացնե Սուրբ հոգին, որ պիտի մաքրե ինձ ամեն օր։ Դերը խոնարեցավ, որ ինձպես մարդ մաքրե ամեն օր։ Ինք կրնա ասել, մեկ անգամ մաքրեցի քեզ Սարգիս, երկու անգամ մաքրեցի, երեք անգամ մաքրեցի, էլ կփավե։ Չէ, խոնարեցավ դերը, որպեսզի մեզ մաքրե ավելիով, ամեն օր ավելին։ Իրեն լա միշտ փառքը, իրեն լա փառքը այս Աստծով ինչպես չսիրենք, այս Աստծով ինչպես չնվիրվենք, այս Աստծո ինչպես չբաշտենք, այս Աստծո ինչպես չծառայենք, ինչպես չզոհվենք այս Աստծո համար։ Դու գսեք, եթե իրական հասկացել ես այս միտքը, դու այս Հիսուս Քրիստոսի համար նվիրյալ անձ կրնաս լալ։ Եթե այդպես չես, կամ չես հասկացել եւ կամ դեռ դու անհնազանդ ես քո ընթացքին մեջ։ Բասնզի գսե Հիսուս գճանչնար զանիգա, որ զինք պիտի մատներ, անոր համար ասավ ոչ թե ամեն կդալ մաքուրեք։ Երբ անոնց ոտքերը լված եւ իր հանդերձները առնելով նորեն սեղան նստավ, մեկ խոսքով ետ նստավ իր թակավորության վիճակի մեջ, Հիսուս ասավ իրենց։ Նայեցեք ինչ գեղեցիկ խոսքս է։ Գիտեք ինչ ըրի ես ցեզի։ Գբացադրեմ։ Դուք զիս վարտաբեդ եւ դեր գոչեք եւ աղեք կնեք, քանի որ այդպես եմ։ Ինչ գեղեցիկ է, այդպես եմ։ Դեր հրյայիմը համար դեր բառը խնդրեմ է։ Հրյամը չի գրնար ասել դեր մարդու։ Այդ քուրիոս բառը որ գա հունարեն քուրիոս որ ասել է Ադոնայ, որ դեր բառն է, չի գրնար ասել մարդու։ Բայց դերը գսես այդպես եմ։ Դուք ինձի դեր գսեք, դուք ինձի վարտաբեդ գսեք, եւ այո, ես այդպես եմ։ Այդ մարդիկը որ գսեն երբեմն, որ Հիսուս երբեք չասավ ինք Աստված է։ Նայեցեք, քանի շաբաթները որ մենք կսերնենք Հովաննու ավետարանը։ Գտեսնեք ամեն գլուխին մեջ մեկ կամ երկու անգամ ամենեն քիչը գբացահայտվի թե Հիսուս Աստված է։ Դեր գսեք եւ ես այդ եմ։ Փերանացի Հիսուս գսե։ Ուրեմն եթե ես դերս եւ վարտաբետս դեր ոտքերը լվացի, ուրեմն պետք է որ թուգալ իրարու ոտքերը լվակ։ Վասնզի ցեզի օրինակ մդվի, որովհետեւ ինչպես ես ցեզի ըրի թուգալ ընեք իրար։ Օրինակ դվի ես ցեզի, որ դուք իրար ոտքերը լվակ։ Ես դեր վարտաբետ եկա իջա խոնարեցա ձեր ոտքերը լվալու, թուգալ ձեր դիդրոսին մեջ ուր որեք, պիտի իջնեք խոնարիկ եւ ոտքեր լվակ։ Ոտքեր լվակը նորեն կբացատրեմ ծառայություն ունեք իրար։ Ծառա ըլլակ ձեր սիրելիներուն։ Շատ անգամ մեր հաղորդության արարողությունը որ գնենք մեր ծառայության մեջ, շատ անգամ այս ոտն լվայի արարողությունը ոչ թե ոտքերը գլվանք, այլ ճուրով իրար կփոխանցենք ասելով ես քու ծառադեմ։ Ես քու ծառադեմ։ Այսպես կսորվեցնե դերը։ Եվ գիտեմ որ շատերը դժվարություն ունին այդ բանը ասելու։ Շատերը դժվարություն ունին խոնարելու մարդկանց առջև եւ ասելու ես քու ծառադեմ։ Այդտեղ արդեն կտեսնենք ներսի կորոզության հոգեվիճակը։ Դուք իրար ռեգսել իրար ծառայություն ըրեք, ոչ թե ծառայություն, այլ ծառա եղեք իրար։ Ես դեր եմ, ես վարտաբեդ եմ, ես ամենը մեծն եմ, բայց ես քեզ օրինակ տվի, որ ծառա ըլլակ իրար ինչպես ես եկա ծառա եղածեզի։ Օրինակ է այս, որ իրար ընեք այդպես աբրիկ իրար հետ։ Ոչ թե միան ոտքեր լվալով անցնենք սիրելիներ։ Երանի միան ոտքեր լվալով անցներ եւ հաջելի լային Աստծո։ Չէ, Հիսուս ավելի խորը գսե։ Խորը գսե։ Ճշմարտությունը կբատմե։ Օրինակը թե ինքը ինչ ըրավ, արարողություն չէ այս, այլ այս կյանքի իրավիճակ է, եկեղեցի մեջ հավատացյալները ճշմարիտ իրավիճակ ապրումներ են, որ այսօր մենք գամած կգործընծնենք այս բաները տարբեր եկեղեցիներու մեջ եւ այսօր ընդհանրապես Հիսուս Քրիստոսի մարմինի մեջ։ Հոգին գարձեք հանել ենք, արարողության վրա շեշտը գտնենք, բայց այդ արարողության միտքը չկա այնտեղ։
Աշակերտը այն մարդն է, որ գնե ինչ որ Հիսուս ըրավ։ Նայեցեք կսե համար 16 ճշմարիտ կսեմ ցեզի ձարան իր դիրոճմեն մեծ չէ։ Ձարան որ դուք եք ինձ մեծ չեք։ Ինչ որ ես ըրի դուք ալ բիդանեք։ Դուք ինձ մեծ չեք որ չնեք։ Դուք ինձ մեծ չեք որ ասեք ես չէ անոր ձարա չեմ լար ինքը այս հրավ ինքը այն հրավ Հիսուս եթե հուտային ոտքերը լված դու ով ես որ չլված այդ քրոջ եղբորդ ոտքերը հասկացար ով ես որ այդ քրոջ եղբորդ ծառայություն չնես դու ով ես որ չխոնարհվես այդ քրոջ եղբորդ առաջ դու ով ես որ չհասկանաս չբարձրացնես քո քուր եղբորդ եթե Հիսուս թակավորների թակավորը խոնարհեցավ միջավ հուտային եւ Պետրոսին եւ աշակերտներուն ոտքերը լված դու ով ես որ չնես այդ բանը։ Ոչ ալ գսե ղրգվածը զինք ղրգողեն մեծ։ Սիրելի քույր եղբայրներ, ղրգվածը ով է։ Անոնք որ դեր Հիսուս Քրիստոս մաքրեց իրենք, ինչպես այստեղ գարտացինք, ղրգվածներ են այս աշխարհը, որ պատմեն դիրոջ ավետարանը։ Քրիստոսի ավետարանը ինչ է, եթե ոչ դու քո կյանքով ցույց չտաս։ Քրիստոսի ավետարանը ինչ է, եթե դու ղրգված չես ավետարանը բերելու եւ ոչ թե քո եկեղեցի կանոնները, ոչ թե քո մարդկային ըսկացումները, այլ ղրգված ես, որբեսի մեկ խոսքով ոտքեր լվաս։ Ավետարանը փոխանցես եւ ցույց տաս, որ Քրիստոսի թակավորության մեջ մեծ բզդիկ չկա։ Քրիստոսի թակավորության մեջ բոլորը գանչված են Հիսուս Քրիստոսի պես խոնար ծառայել իրար։ Դու ով ես որ ուրիշ ցև բերես կամ ուրիշ բան կարոզես։ Եթե Քրիստոսը մաքրած է քեզ դու ղրգված ես։ Դու ավետարանի չես, ավետարանը ապրելու։ Երանի մի քիչ ավելի քիչ խոսեինք եւ մի քիչ շատ ապրեինք։ Ինչ որ գխոսենք։ Երանի եկեղեցիներուն մեջ մի քիչ ավելի քիչ իրար հետ ավետարանի մասին խոսեինք եւ մի քիչ ավելի ապրեինք ինչ որ մենք գիտենք։ Ղրգված ես ծառան դիրոճը մեծ չէ։ Ղրգված ես դիրոճը կորձերը անելու, ղրգված ես դիրոճ բես ըլլալու։ Այս ճշմարիտ աշակերտություն է, որ այստեղ մենք կգարտանք։ Սիրելի քույր եղբայրներ, մի բահվդիկ ծեր դիդրոսին յետև որ գսեք մենք քրիստոնյա ենք, մենք հավատացյալ ենք։ Վերանայեցեք ձեր հավատքը, աշակերտ, ղրգված, ծառա աշակերտ։ Դեսնեք որ մեր համար այսօր դժվար է այս թեման այս նյութը խոսիլը։ Բայց գիտեք ես որչափ այս նյութի վրա շեշտը դրած եմ եւ դեր պիտի տնեմ աշակերտ լալ Քրիստոսի պես Քրիստոսի ծառան ես դերս ըրի դուք ինչու պիտի չնեք։ Ես դերս եղա ծառա դուք ինչու ծառա չեք։ Եթե դուք այս բաները գիտեք կսե երանելի եք, եթե ասոն կատարեք։ Եթե գիտեիք, կատարեք, երանելի եք։ Եվ այսօր եկեղեցի մեջ երանելի չկան։ Քանի որ շատ բաներ գիտենք, բայց չենք կատարել։ Շատ բաներ չենք գալ ուզել լսել։ Այս տեսակի խոսքեր կամ քարոզներ, որ հիմա ես այս սերդողությունը գնեմ, բարձրապես ընթերցում գնենք մենք սուրբ գիրքը, ես իմ գլուխես բաներ չեմ խոսիր։ Ես բարձրապես գընթերցեմ ձեր հետ, դու գալ իմ հետ։ Եվ կտեսնեք, թե սուրբ գիրքի չափանիշները բոլորովին դարբեր են մեր մարդկային, գրոնական, եկեղեցական սովորություններ են։ Եթե դու գիտես, երանելի պիտի լաս, եթե կատարես քո քիծածը։ Հալելույա, 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 քույր եղբայրներ, ոչ թե ձեր ամենուն համար գսեմ, վասնզի ես կճանչնամ, զանոնք որ ես ընդրեցի, հաբա որբեսի այս գրվածը կատարվի, ան որ ինձ հետ հացը գուդեր, ինձի թեմ գրունք վերցուց, հիմա կվնե գսեմ ցեզի որ դեր չէ եղեր, որբեսի երբ ըլլա հավատակ թե ես եմ, ես անեմ։ Հիսուս գիտեր սրդերը, գիտեր արդեն քիչ առաջ գարտացինք որ հութան քնած պիտի երթար եւ պիտի արդեն Հիսուսի թավաջանելու այդ քայլելուն մեջներ Հիսուս գիտեր եւ Հիսուս գիտեր բոլորին ինքը ընդրած էր սրդերը գիտեք Աստված է չգա ովևէ մեկ անց որ սրդերը գրնա գիտնալ եթե Աստված չէ Կերեցիկ այստեղ ես կճանչնամ զանոնք կճանչնամ զանոնք
Եվ այստեղ գտեսնենք համար մը գարտա Սամոս 41-ին մեջ ինձի հետ կսե այն որ հաց կուդե ինձի թեմ ելավ։ Եվ Հիսուս այստեղ կխոսի ցույց կտա թե ինչ պիտի լա ուր գերտանք հավաջանություն գա։ Այս բաները գսեմ ցեզի գսե որ գիտակ որ ես եմ ան եւ քեղեցիկ է ես անեմ ես ով եմ ես անեմ անը ով է եթե ոչ Մովսեսի Յահվե Աստվածը որ երբ Մովսեսը ասավ ով ես դուն ասավ ես եմ ինչ որ եմ ես եմ անեմ ինչ որ գա Յահվե եւ Հիսուս կսե որ այս բոլորը գիտակ որ ես անեմ ահա երկրորդ խոսքը Հիսուսին որ գբացահայտե իր աստվածությունը մի քանի համարներու մեջ աչքերը պետք է բացվին որ մարդիկ ընդունին հասկանան որ ճշմարտությունը Հիսուսն է մենք քրիստոնյա հայ ասկը մենք շատերս մեծամասնությունս գտնունենք որ Հիսուս Աստված է բայց այդ արդյոք այդ որ գտնունենք իր աստվածության համապատասխան մենք կխոնարհենք իրեն կնվիրվենք իրեն կծառայենք իրեն այս է որ մենք պետք ունենք երանելի է որ երբ կգիտնաք կգադարեք կսե ոչ թե երանելի որ գիտեք երանելի է որ գիտեք եւ կգադարեք հալելույա ես անեմ փառքեզ դեր ճշմարիտ կսեմ ցեզի ով որ գտնունի զանիգա զոր ես կղրգեմ զիս կընդունի եւ ով որ զիս կընդունի զիս խրգող կընդունի խրգվածներ հայրը ղրգեց որդին որդին կղրգե քեզ եւ դու պիտի երթաս ավետարան կարոզես եւ պիտի ղրգես ուրիշին եւ ուրիշը պիտի ղրգվի ուրիշին եւ ուրիշը պիտի ղրգվի ուրիշին եւ ճշմարիտ աշակերտը միշտ կղրգվի եւ իր ղրգվածը կբատմե եւ կաբրի այսօր ինչ որ իմ սրդի ցավն է կտեսնեմ հավատացյալներ իրենց խոսածը, իրենց շարժումները, իրենց ընդրությունները, իրենց եկեղեցական կյանքը, երբ որ կտեսնեմ շատ կներեք գսեմ այս մարդիկը միայն ղրգված են իրենց իրենց փափակներով, իրենց ցանկություններով, երբ ուզեն, ինչպես ուզեն, ինչ ցևով որ գուզեն, իրենց ղրգողը Աստված չէ, իրենց ղրգողը ավետարանը չէ, իրենց ղրգողը Տեր Հիսուս Քրիստոսի հոգին չէ, ոչ, իրենց կղրգեն մի խոսքով իրենք այդպես կապրին ավետարանը, որ գարձես եթե հերվեն նայես կսես այս մարդը ինքը իր կյանքը իր ցևերով կապրի։ Սիրելի քույր եղբայրներ ուշադիր եղեք։ Քեզ ով կղրգե։ Արդյոք քո կյանքիդ մեջ, քո ամենաաբրումիդ մեջ մեկը որ քեզ գտեսնե գրնա մտածել, որ դու ղրգված ես Քրիստոսեն։ Քո խոսածդ, քո մտածածդ, քո որոշումներդ Թուրսի մարդը, աշխարհային մարդը, աշխարհիկ մարդը, երբ կտեսնե քեզ, արդյոք կրնա ասել, որ քու հետևդ ղրգված մեկը գա, դու ղրգված ես, մեկը քեզ կղրգա այս աշխարհ։ Չէ, այսօր մեծամասնություն հավատացյալները իրենց հարևանները, թրացիները կամ ընկերները միայն մեկ բան գիտեն, որ իրենք գիրագի օրը եկեղեցի երթան, բալ այդ գիտեն։ Մնացած բանին դեղյակ չեն։ Քանի որ այդ մարդը իրենց պես կապրի, ուրիշ ցևով չապրիր, ղրգված չէ, ինչպես այսօր զինվորականը, երբ որ զինվորական հագուստով դեղը գերտա, զինվորական զգեստով դեղը գերտա, շատ լավ գիտի այդ դիմացինը, որ այդ զինվորը այդ զգեստի գեներալեն ղրգված է, այդ զգեստի առաջնորդեն ղրգված է, այդ բեդուտենը ղրգված է։ Արդյոք մենք քրիստոնյաներս հավատքի մարդիկ, երբ որ դեղը գերտանք, գերևնա մեր մեջ, որ մենք ղրգված ենք ամենագարող Տիրոջմե։ Այս աշակերտություն է, որում մեծամասնություն այսօր գաբրինք մեր համար, գաբրինք մեր հարցերը լուծելու համար, մեր հանգստության համար։ Մենք չենք գաբրիր, ղրգված չենք կարծեք, բայց ինչու են ղրգված։ Ղրգված ենք, որ գսայստեղ ծառան իր Տիրոջմեն մեծ չէ, հայրը ղրգեց Հիսուս Քրիստոսի եւ Հիսուս Քրիստոս ղրգեց մեզ, մենք պետք է ղրգվածը լանք եւ մեր ընթերցումները, մեր ընթացքը, մեր ապրելակերպը այդպես պետք է լա, որ ես իմ հետևս հրամանատար ունիմ, ինձ ղրգող ունիմ, հրամանատար ունիմ։
ժամեր գրդամ խոսիլ այս սրդի ցավը քեզ փոխանցեմ արդյոք մեկը գա այստեղ որ գլսե ինձ եւ իր մեջ սրդի ցավ կբարձրանա ասելով այո ես միայն իմ համար գաբրիմ ես ավետարանը փոխանցող չեմ ես ավետարանը ապրող չեմ մեկը ինձ տեսնե չի տեսներ Եդևը Հիսուս Քրիստոսը հա մեկ կկարոզեմ մեկ կվգայեմ բայց իմ կյանքս չի փոխանցեր Քրիստոսը Ղրգված ենք չմոռնաս ճշմարիտ ավադացյալը ղրգված է ինչ դիրոջ պես ըլլալ ծարան դիրոջ մեծ չէ ղրգված է ավետարանը կարոզել բայց ապրիլ սիրով խոնարհությամբ ինչպես որ դերը գսորվեցնե եւ քանի որ ով որ գտնի քեզ պիտի ընդունի քեզ ղրգողը եւ քեզ ղրգողը ով է ամենագարող Աստված Ինչու այսօր շատ մարդիկ չեն մոդենար Աստծո քանի որ իրական ղրգվածներ չեն տեսներ իրենց դիմացը շատ կներես դու քեզ մի հատ քննե Ինչու չորս կողմը քո պատճառով գա քո շնորհով մարդիկ չեն բրգվիր Ինչու քանի որ քո մեջ ղրգված չեն տեսներ Մենք հանցավոր միշտ գտնենք ուրիշներուն, գսենք իրենք անհավատ են, իրենք չեն ընդունիր, իրենք չեն լսեր, իրենք այսպես են, իրենք այդպես են, բայց դու ղրգվածի պես կաբրիս։ Եթե դու ղրգվածի պես կաբրիս, վստահ եղիր, որ փամը պիտի ըլլա։ Քանի որ քեզ ղրգողի զորությունը քեզ հետ պիտի կա։ Բայց եթե դու ծարայող չես, ծարասիրտ չունիս ինչպես Տեր Հիսուս Քրիստոս։ Եթե քո քույր եղբայրներուն եկեղեցի մեջ ծարայության բարձրացնելու նպատակ չունիս, դու ինչ ղրգված ես։ Քանի որ գրված է ծարան իր դիրոջմե մեծ չէ եթե դու դիրոջ պես ոտքեր լվալ չես սորվիր չես սիրեր չես ուզեր դու դիրոջ պես չես ուրեմն քո ղրգվածը լալդ իմաստ չունի Գասկնակ ինչպես Հիսուս կգաբե այս բոլորը խոնարհությունը ոտը լվալը եւ ղրգվիլը միսիան առաքելությունը իրար կգաբե Թող դերը քեզ եւ ինձ հայտնաբերե այս խոսքերի զորությունը Կարոզև չէ կամ իմ խոսակցություններով չէ որ դու պիտի հասկանաս մի բան քո սրդի թիրքն է որ պիտի գա քեզ մի բան որ դու հասկանաս Հալելույա Շարունակենք համար 21 Հիսուս երբ ասիգա ասավ իր հոգին մեջ խռովեցավ իր հոգին մեջ սերը ցավավ դարաբեցավ Եվ ես կհասկնամ, թե այդ բանը գադարվեցավ իր մեջ, երբ տեսավ իր աշակերտներուն վիճակը, երբ մարգարեությամբ տեսավ նաև 2000 տարվա պատմությունը եկեղեցին, թե ինք ինչ կքարոզե եւ եկեղեցին ինչ եղավ։ Եվ մինչև այսօր ես կգարձեմ, որ դերը գցավի իր եկեղեցին վրա։ Խռովեցավ Երբ տեսավ որ հութան մեկ կողմեն գնաց զինք մատնելու Պետրոսը կպատրաստվի զինք ուրանալ աշակերտները պիտի թողնեն գնան եւ այս ինք որ խոնարհության մասին կխոսի մինչ ինք կխոսի աշակերտները կմտածեն ով իրար մեծ է ով մյուսեն ավելի լավ է եւ ինչ փամփասակներ գերտա այդտեղ մինչ Հիսուս կսե իմպես եղեք Նույն վարգանին փամփասակներ գերտան, ինչ որ այսօր գտեսնենք այսօր եկեղեցիներու մեջ։ Եվ Հիսուս գխրովի, գծավի իր սրդի մեջ, ինչ որ գրված է այստեղ։ Եվ գսե ճշմարիտ կսեմ ցեզի, որ ցեզ մեկը զիս պիտի մատնե։ Այո, այստեղ գխոսի հութայի մասին։ Բայց ավելի խորը որ երթանք, հութան մատնեց Հիսուսի 30 արձատով։ Արդյոք միան հութան մատնեց Հիսուսի։ Արդյոք մենք չենք մատներ Հիսուսի։ Երբ որ մի իրավիճակի մեջ ենք, արդյոք բերանից չենք պագերսելով չխոսինք որ մեկը չնեղանա։ Այդ ինչ է, եթե ոչ մատնել։ Արդյոք երբ որ ընդրության առաջ ենք, մեր հանգիստը թե եկեղեցի զոհողությունը։ Երբ ես գնդրեմ իմ հանգիստս, այդ մատնել չէ Հիսուսի։ Երբ մեր ուզածին պես չդառնար հոգևոր կյանքը եւ մենք կորոշենք այսպես կամ այնպես ընդրություններ անել հագարակ Քրիստոսի խոսքին արդյոք մատնել չէ այդ բոլորը Արդյոք մենք
հութաներու պես չենք մատներ։ Սիրելի քույր եղբայրներ, այստեղ իմ ինչ որ պիտի կարդամ հութայի մասին է, այո, բայց մտածի նաև քո մասին։ Եվ այսօր սիրելի քույր եղբայրներ, երբ որ Հիսուս գխրովի, գծավի հութայի մասին, ինք նաև գծավի այսօր եկեղեցի վիճակի մասին, այդ հավատացյալներու մասին, որոնց նպատակը միայն իրենց հանգիստն է, իրենց կոմֆորտն է, իրենց ուզածն է։ Երբ որ եկեղեցին իրավիճակը իրենց ուզածին պես չէ, եկեղեցի չէ ներդար։ Երբ մեկում այդ հարաբերությունը իրենց ուզածին պես չէ, իշահ իրենց չէ, հարաբերություն չեն ուներ։ Եվ այլն, եւ այլն։ Արդյոք մենք չենք մատներ։ Մենք որ Քրիստոսեն մեծ չենք, արդյոք մենք չենք մատներ Քրիստոսը, երբ իր խոսքերով համաձայն չենք քայլեր, ամեն անգամ որ ընդրություն գա, ընդրություն չեն գներ Քրիստոսին, մեր ուզած ընդրություն գնենք։ Օրինակներ գրնամ դալ 30 տարվա հովվական ծառայությանս մեջ, գրնամ 30 արդեն 2 եղավ հովվական ծառայությանս մեջ, գրնամ ասել ցեզի այն ցավերը, այդ իրավիճակները, որ մարդիկ հավատացյալ ասելով, հավատացյալ խոսքեր բանալով, հավատացյալ ենք ասելով բաներ գսեն, բայց որ գնայս իրենց ընդրությունը, իրենց խոսածը, իրենց փամփասանքները, իրենց անձնաշահությունը, անձնագետրոն կյանքը գսես, այս ինչ հավատքի մարդ։ Հիսուս խռովեցավ, բայց նաև քեզի տեսնելով խռովեցավ։ Աբաշխար է սիրելիս։ Եկեք վերադառնանք, եկեք ասենք իրական աշակերտներ լինենք։ Եկեք իրական դառնանք, ասենք Տեր, դու ես Տերը, մենք ծարան, դու ինչ որ արի, մենք էլ այդպես անենք։ Մեր եսը մեկ կողմ թողնելով, մեր քորոզությունը մեկ կողմ թողնելով, ինչպես կարդացինք Սաղմոս 131-ը, Տեր իմ սիրտը չքորոզացավ։ Ես ուրիշ տեղեր չնայեցա, բարձր տեղեր չնայեցա, ես քեզ նայեցա։ Հիսուսին նմանվիլ։ Ճշմարիտ կսեմ ցեզի, որ ցեզ մեկը զիս պիտի մատնի։ Ուստի աշակերտները դարագուցած իրարու գնայեին, թե որու համար գսեր Հիսուս։ Աշակերտները մեկը գար Հիսուսին կով նստած, զոր Հիսուս կսիրեր։ Սիմոն Պետրոս անոր աչ կներ հարցնելու, թե ով պիտի ըլլա անիգա որուն համար գսե։ Անալ Հիսուսին գուրցքին վրա ինալով ըսավ անոր, Տեր, ով է։ Ինչ գեղեցիկ այստեղ, այդտեղ աշակերտները գան, Հիսուս բան մգսե, ոչ մեկը չհասկնար ով է, մեկը պիտի մատնե գսե, համեմարդ իրար գնային, համեմարդ իրար գահարցնեն, իրարու գահարցնեն, արդյոք ով է, ոչ մեկը չեր կասկածեր, որ հութան է, սիրելիներ, հութային սրդին մեջ բաղված բաները մեկը չեր գիտեր։ Անորմալ երբեմն մենք ալ գհիաստապվենք, երբ որ եկեղեցի մեջ մի անգամ են մեկը գփարգանա կամ դուրս կելե կամ մի բաներ գսենք, ինչու այս մարդը այս բանը ասավ։ Զարմանանք, ինչպես աշակերտները զարմացան, որ հութաներ մատնողը։ Քանի որ այդ մարդու մեջ տարիներ մեջը բռնված էր։ Տարիներ բահած էր, տարիներ լուր մնացած էր, շարժարիթը մաքուր չէր, բայց բահված էր, դրսևորությունը ուրիշ բան գսեր, ներսը ուրիշ բան կմտածեր։ Անորմալ մի անգամ են գբայթի եւ մենք կզարմանանք, բայց դերը չի զարմանար, դերը գիտեր։ Եվ դերը գիտե որ պիտի լար հութան։ Եվ նայեցեք այստեղ ինչ գեղեցիկ խոսք Սիմոն Պետրոսը գնայի Հովաննեսին, Հովաննեսն էր որ Հիսուսի գուրցքին մոդ այսպես նստած էր։ Մեկ կողմը զարմանալի, մեկ կողմը Հիսուս, որը մեկ կողմ նստած էր Հովաննես, մյուս կողմը նստած էր հութան։ Եվ Հովաննես, որ դիրոջ գուրցքին մոդ է, Հովաննես մոդ է նսավ Հիսուսին, ով է։ Եվ Հիսուսավ ես քեզ պիտի ասեմ։ Ոչ մեկը չգիտան, բացի Հովաննես։ Ասավ ինչ։ Հիսուս պատասխան տվավ. Անիգա է, որուն այս բադարը թրջելով գուդամ։ Եվ թրջելով բադարը Իսկարիոտի Սիմոնյան հութային տվավ։ Հիսուս մեջտեղ նստած է, Հովաննես աջ կողմը, հութան ցախ կողմը։ Եվ այդ ժամանակ այսպես երգնցած գուդեին, գիտեք, սեղանները ցած էր, այդ շրջանին երգնցած գուդեին։ Եվ որ երգնցած է Հովաննես Հիսուսի այսպես կողքը, շատ մոդ էր իրեն։ Որքան մոդ ես Հիսուսի, այնքան հայտնություններ կունենաս։ Որքան մտերիմ ես Հիսուսի հետ, այնքան սիրտը կփանա դերը քեզ։ Երանի մենք
այնքան բդերիմը լայնք։ Որքան Հովանես կսիրեր Հիսուսին եւ Հիսուս Հովանեսին իր մդերմության մեջ։ Եվ այդ մդերմության մեջ Հիսուս կհայտնի գախնիկը գսե հութան է։ Եվ նայեցեք Հիսուսի ըրած կորձը բադարը գտրչե եւ գուդա հութային։ Գիտեք այս արարքը երբ բադարը գտրչես եւ գուդաս հութային, գուդաս մեգումը անժամանակ հարկանքի եւ ընկերության նշան էր։ Գրնակ երևակայել Հիսուս հութայի ոտքերը լված։ Հութան իր կողը նստած է։ Հիսուս գահարկե գբադվե եւ ընկերային բաժինը գուդա իրեն։ Գիտնալով թե պիտի մատնեզինք մի քանի ժամ հետո։ Այս ինչ սեր է։ Եվ այս ինչ վստահություն է նաև Աստծո իր հորը, գիտնալով որ հութայի միջոցով Աստված պիտի փառավորվի, մեկ խոսքով խաչելությունը պիտի մոդենա։ Հութան կորձիկ է։ Հութան թիրախ չէ։ Երբ որ մեզի մարդիկ կնեղացնեն, մարդիկ չեն մեր թիրախը, այլ թերևս չարին նպատակն է, որ մարդոց միջոցով գուզեն թիրախավոր, գուզեն հարցագիլ մեր վրա։ Մեր նպատակը մարդկանց ոչնչացնել չէ, մեր բادرազմը արյունի եւ մարմինի թեմ չէ, այլ հոգի, չար ոգիներու, որ կկործեն այսօր։ Ուրեմն Հիսուս դվավ այդ բադվական բաժինը հութային եւ գսե այդ ժամանակ իդ կսատանան անոր ներսիտին մդավ։ Այստեղ որ գսե մդավ այն չէ որ սատանան մեգումը ներսը գմտնե, այլ բարձաբես այդ ընելիքը հասավ իր ավարտին, վերջակետը տրվեցավ։ Եվ Հիսուս կսե ինչ որ պիտի ընես շուտով ըրե։ Շուտ ըրե այդ կորձը։ Ետ թաթարմին էր։ Այդ խոսքը Հիսուս կդա հութային, բայց հութային հետ նաև տևերու աշխարհին, որ ժամանակ հիմա ծերն է։ Ըրեք։ Ցեզ գդամ իրավունքը։ Հիսուս է դվող իրավունքը։ Այն չէ որ սատանան եւ տևերը պիտի բռնեին Հիսուսին, պիտի ցավցնեին, պիտի խաչանեն։ Հիսուս դվավ այդ իրավունքը։ Այդ իրավունքը շուտ ըրե ինչ որ պիտենես։ Եվ նաև Հիսուս եւ այդ խոսքը գսե հութային արտնցնելու նաև նպատակով որ հութա, դու գիտես ինչ պիտենես, դու հասկացար ինչ պիտենես։ Նաև դերևս գոչ ընելու հութային ապաշխարությանը, որ հութան անդրադառնար, թե Հիսուս գիտե ինչ պիտենա։ Զարմանք չէր Հիսուսի համար։ Հութան անդրադառնար եւ դերևս դառնար ապաշխարության։ Այդ բանը մենք չենք գիտեր։ Սուրբ Գիրքը այդ չսեր, բայց արիտը դրվեցավ։ Չլա թե որ մեկը ասե թե հութան որոշվեցավ որ Հիսուսի սպաններ, գա Հիսուսի մատներ եւ այդպես էր։ Հութային դրվեցավ ապաշխարության արիտ, ինչպես քեզ եւ ինձ։ Միշտ կդրվի ապաշխարության արիտ, բայց մենք մեր բաժինն է ընել ապաշխարել կամ չէ։ Երբ Հիսուս կսե հութային ինչ որ բիդենե շուտով ըրե, բայց այս բանը գսե սեղան նստողներեն ոչ մեկը չհասկացավ, թե ինչու համար ըսավ անոր։ Վասսի ոմանք կխորեին թե որովհետև կանցանագը հութային գբահեր, ուրեմն Հիսուս ըսավ անոր ձախողար ինչ որ մեզի այս դոնին պետք է, կամ որբեսի աղքատներուն բան մտա, անիգալ բալադը գսե այստեղը, երբ բադարը արավ, արածին բես շուտմը դուրս ելավ եւ այդտեղ քիշեր էր։ Աշակերտները չհասկացան ինչ որ գբադայ այստեղ։ Այ մեկը բան մգսե, չհասկացան Հիսուս ինչու գսե, բայց հութան շատ լավ գիտեր։ Երբ բադարը արավ, դուրս ելավ։ Եվ գեղեցիկ այստեղ երբ գսե եւ քիշեր էր։ Հովանու ավետարանը խավարի եւ լույսի մասին շատ կխոսի։ Ասկի առաջալ խոսել ենք այս մեր ընթերցումների ընթացքին խավարը մեղքն է եւ լույսը լուսավորը աստվածայինն է։ Երբ որ խավարը գնաց, երբ որ բադարը արավ, խավար եղավ, մի խոսքով քիշերը եկավ։ Այն քիշերը, որ Հիսուս պիտի մատնվեր, այն խավարը բադեց եւ սկսավ բադել
այդ խավարը սկսավ բադել այս աշխարհի մեղքերը վերցնելու նպատակով։ Խավարը ուզեց իշխել այն վիճակին, որ Հիսուսի հաղթությունը չկոյադևե, չերթա առաջ։ Եվ նայեցեք ինչ կբադայի։ Երբ անիգա դուրս ելավ գսե համար 31, Հիսուս ըսավ. Հիմա բարավորվեցավ որդի մարդու, ու Աստված բարավորվեցավ անով։ Հիմա բարավորվեցավ։ Մինչ խավարը գդիրե, այդ խավարի մեջ պիտի բարավորվի ամենակարողը։ Խավարի մեջ պիտի երևնա աստվածային զորությունը։ Խավարի մեջ պիտի երևնա փառքը աստվածային, որն է այդ փառքը խաչելությունը։ Որ երևնա խավարը նորմալ խաչելության օրը 3 ժամ խավար եղավ։ Այդ որ խավարը եկավ, բայց Աստված խավարի մեջ են հաղթություն։ Խավարի մեջ են լույս թողը լասավ եւ այդ լույսը պիտի ըլլար մեմը եւս լույս կլա երբ Հիսուս հարություն պիտի առնե խավարի մեջ։ Այս ամեն հոյակապ մտքերը որ կբացահայտվի այստեղ։ Եթե Աստված անով բարավորվեցավ, Աստվածալ Զանիգա իր անցովը պիտի բարավորե եւ շուտով պիտի բարավորե Զանիգա։ Ավասիկ Հիսուս կսե բարավորության ժամանակը կմոտենա։ Բարավորության ժամանակը եկավ։ Հիմա արդեն հուտան կնաց իր կորձին, ճանապարհը բացվեցավ, թուրը բացվեցավ, որ փառքը երևնա Տիրոջը եւ որն էր այդ փառքը խաչելությունը։ Որ մարդկանց համար խենթություն է, մարդկանց համար գորուստ է, մարդկանց համար ցախողություն է, բայց Աստծո փառքը պիտի երևնա այդտեղ։ Այո, չադեր միջև այսօր գսեն, որ Հիսուս բարդվեցավ խաչին վրա, որ խեղճ Հիսուսը մերավ, որ խեղճ Հիսուսը իսլամները գսեն Հիսուս չէր մերնողը, ուրիշ մեկը մերավ եւ այլն։ Սիրելիներ, փառքը երևցավ Հիսուս Քրիստոսի խավարի մեջ, եւ հակավ ամբողջ խավարը, եւ որ ամբողջ մեղքը անեծքը իր վրա հակավ, որբեսի այդ անեծքը փարադե իր հարությամբ։ Հալելույա։ Այս է աստվածային ճշմարտությունը, որ մենք կտեսնենք։ Որչակներ գսե Հիսուս, քիչ մը ադեն ալցեզի հետեմ, զիս պիտի պնդրեք եւ ինչպես հрьяաներուն ըսի թե ես ուր գերտամ դուք չեք կրնարկալ, հիմա ցեզի գսեմ նոր բադվիրանք։ Ուրեմն հիմա պիտի երթամ գսե, ահա, պիտի մերնին, ժամանակ եկավ, պիտի երթամ դուք չեք կրնարկալ ուր որ եմ։ Այո, հիմա մենք չենք կնարկալ ուր որ է։ Պիտի ըլլա օրը, երբ Հիսուս պիտի ըլլա այնտեղ, ուր որ մենք պիտի ըլլանք։ Ես պիտի տամ ցեզի դեղ պիտի պատրաստեմ, որբեսի կամ գսե ցեզ վերցնեմ, եր ուր որ եմ, դուք ըլլակ այնտեղ, բայց հիմա չէ։ Այդ աշխարհի վերջի մասն է խոսքը։ Բայց մինչ այդ ցեզի նոր պատվիրանք կուտամ։ Հա, ինչ այդ նոր պատվիրանքը գսե Մեգզ մեկ սիրեք, ինչպես ես ցեզ սիրեցի, դու գալ մեգզ մեկ սիրեք։ Եվ ասով գսե ամենքը պիտի գիտնան թե իմ աշակերտներս եք, եթե մեգզ մեկ սիրեք։ Սիրեք ու Աստվածդ, սիրեք ու ընկերդ, այս 5 դագարանի օրենքներն է, Ղևտացոց 19-ի մեջ գսե սիրեք ու ընկերդ, ինչպես քո անձդ։ Okay։ Բայց այստեղ նոր պատվիրանք կուտա Հիսուս։ Մեգզ մեկ սիրեք ինչպես ես ցեզ սիրեցի։ Նորեն գտնեմ ինչ որ քիչ առաջ ասի, սերը զգացում չէ։ Հիսուսի սերը փաստվեցավ, ինչպես ոտքերը լվալով աշակերտներուն, խաչը ելելով, զոհվելով, իրար սիրեք կորձով, մեգզ մեկ սիրեք իրար ծարայելով, մեգզ մեկ սիրեք իրար նվիրվելով, մեգզ մեկ սիրեք իրար բարձրացնելով, իրար քաչալերելով, իրար օգնելով, իրար օրտնելով, մեգզ մեկ սիրեք իրար ծարալալով։ Այս նոր պատվիրանք է։ Սիրելի եղբայրներ, այսպես պիտի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք, ոչ թե գիրագի օրը եկեղեցի երթալով, ոչ թե սուպկիր կարդալով, մոմ վարելով, ինչ գիտնամ այստեղ այնտեղ հոգևոր բանոր խոսելով, չէ որ պիտի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք։ Պիտի գիտնան իմ աշակերտներս եք, երբ որ դուք իրար գսիրեք ինչպես ես ցեզ սիրեցի, իրար գնեք ինչպես ես ցեզ ըրի, իրար գբարձրացնեք ինչպես ես ցեզ բարձրացուցի, իրար գներեք ինչպես ես ցեզ ներեցի, իրար գործնեք ինչպես ես ցեզ օրտնեցի։ Եվ այս պիտի դարածեք ամբողջ աշխարհը եւ իմ աշակերտներս պիտի լակ այս կորձի վրա։ Մի քարոզեր ապրիր։ Սիրո մասին մի խոսիր, սերը ցույց տուր ցևով մը։
քույր եղբայրներ, մենք շատ հերու ենք ավետարանի ուսուցմունքեն։ Մենք մեզի հավատացյալներ գսենք, հովիվներ գսենք, քարոզիչներ գսենք։ Եվ այսօր ամեն գոմ նոր հովիվներ գելեն, ինքնագոչ հովիվներ, իրենց հովիվսողներ։ Բայց ուր է Հիսուսի խոսքը։ Հա գքարոզեն, հայտնություններ կստանան մարդիկ, շատ զարմանալի հայտնություններ, ես կսպասեմ, որ հայտնություններ ստանան այս խոսքին վրա, որ իրար սիրենք, իրար ծառայենք, իրար բարձրացնենք։ Ոչ թե ես հայտնություն կստանամ, երբ որ ես հովիվ եմ, հայտնություն կստանամ, երբ որ ես միկրոֆոնը իմ ցերկս է, հայտնություն կստանամ, երբ որ ես դիդրոսի մեջ եմ։ Չէ, հայտնությունը կստանաս, որ քեդինները գլվաս, հայտնությունը կստանաս, որ եղբորդ քրոջդ գործնես, հայտնություն կստանաս, որ գտեսնես եղբայրդ ցավի մեջ է եւ գերտասկայցերից կբարձրացնես իր ցերկերը։ Այդտեղ է աշակերտը լալը։ Եվ հիմա գործրել է մանավանդ ավետարանական եկեղեցիներու դարբեր եկեղեցիներու մեջ այս բանը գործրել է։ Հայտնություններ, մարգարեություններ, հրաշքներ կստանան բոլոր ամենտեղեն, բայց ուր է այն, որ իրեք սիրեք ինչպես ես ձեզ սիրեցի, եւ այսպես գրված է ամենքը պիտի գիտնան, որ իմ աշակերտներս եք, ամենքը պիտի գիտնան, բայց ասեմ ձեզ այսօր ամենքը չեք գիտնան, որ աշակերտներ են։ Քանի որ այսօր չագերդյալ եկեղեցիներ կբարձրանան մյուս եկեղեցիների հաշվին։ Հովիվներ կբարձրանան ուրիշ հովիվների փամփասանքների վրա։ Մի խոսքով ցավալի է, բայց գուզեմ հայտնել այս բոլորը ցեզ նաև։ Եթե շատերդ այս բաներն դերյակ չեք, քիծեք, երբ որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին համաձայն բարձությամբ չենք ապրիր, մենք այնտեղ չենք, մեր իր աշակերտը չենք, քրիստոնյա գրնանք անվանվել, ավետարանական գրնանք գլալ, առաքելական գրնանք, ինչ ուզում ես եղիր, բայց Քրիստոսի աշակերտը չես։ Քրիստոսի աշակերտը այս ծառայող հոգեբանության մեջն է, ծառան իր դիրոջ մեծը չէ։ Ղրկված է ծառան իր դիրոջ պես լալու։ Եթե գան ծեր մեջ, կամ ծեր գողքին մարդիկ, որ այս խոսքին համաձայն գաբրին, ընդունեցեք այդ մարդկանց։ Նույնիսկ եթե դիդրոս չունին, բայց եթե գան մարդիկ, որ դասատ դիդրոս ունին եւ այս հոգեբանության մեջ չեն, այս ապրելակերպի մեջ չեն, հերացեք այդ մարդկը։ Այդ մարդկանց ոչ դոնորեն ասեք, ոչ հայր ասեք, ոչ բադվելի ասեք, ոչ կահանա ասեք, ոչ եղբայր ասեք։ Ասեք այդ մարդկանց, որ այս Քրիստոսի խոսքին վրա գաբրին։ Գիտեմ խիստ է ինչ որ գսեմ, գիտեմ չոր է ինչ որ գսեմ, գիտեմ որ դերևս այսպես բանով ինտերնետով ըսվելիք բան չի այս բանը, բայց պիտի ասեմ, որ այլևս ամեն մարդ հասկնա, ժամանակը հասել է, էլ խաղ պետք չէ լա եկեղեցիներու մեջ, էլ հոգևոր բաներ պետք չէ ասենք եկեղեցիներու մեջ, էլ գպավե մեծ պատմություններ պատմենք, խոնարհենք, բարձ ծառայություն անենք, ինչպես Հիսուս ինք ըրավ։ Մնացածը ինք կանե, հրաշքները ինք կանե, մարգարեությունը ինք կա, Սուրբ Ոգին կգործե, մեծ հրաշքներ կկատարվի, դիրոջ կորձն է, այդ քո կորձը չի։ Մարդ քաշելու նպատակ թող չի լա ծեր սրտերուն մեջ, այլ նվիրվելու նպատակ թող լա։ Հալելույա։ Այդպես պիտի գիտնա, որ դուք իմ աշակերտներս եք։ Երանի քիչ ավելի տեսնեինք, որ անոնք այդ մարդիկը, որ գսեն, որ ծառայողներ են, առաջնորդներ են, հավատացյալներ են, երանի կարողանային ասել Հիսուսի աշակերտներ են։ Մենք կտեսնենք այդ մարդոնց Հիսուսի աշակերտներ։ Աշխապ դարի ես ալ ծառայության մեջ եմ, ես միջև այսօր կքննեմ ինձ։ Շատ անգամ աշակերտ չեմ եղած, շատ անգամ այս աշակերտության հոգին չեմ ունեցած, եւ աբաշխարել եմ, զղջացել եմ, եւ դեր կզղջամ, եւ դեր պիտի զղջամ։ Եկեղեցիներու մեջ կոնե մեր ծառայության մեջ, Ֆրանսայի մեր տարբեր ծառայություններու մեջ, որոնց գճանշնավ շատ քիչեր աշակերտներ կան, եկեղեցի եկողներ շատ ունենք, այո, բայց աշակերտներ շատ քիչ։ Հալելույա ասողներ շատ կան։ Փառք դվող Աստծո շատ կան, վկայություն ունողներ շատ կան, բայց աշակերտներ քիչ։ Թող դերը մեզ սորվեցնե, թե ինչ աշակերտը։ Այդպես պիտի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք, երբ եթե իրարու վրա սեր ունենաք, լավ լսեցեք, սերը ամենավտանգավոր բառն է, եթե շիտակ տեղը չես կործածեր։ Սեր ունենալը այս ինչ որ ասավ Հիսուս, ծառայության, խոնարհության, իրար բարձրացնելու նպատակով։ Վերջ։ Ունի սատիկա, դու քո եղբորդ համար գզողվիս, դու պատրաստ ես
սիրելու, նվիրվելու, ծառայելու, ծառայալու, քո եսդ ոչնչացնելու, քեզ նեղացրել են մորնալու, փարսացնելու, սիրելու, օրտնելու, Տիրոջ թակավորության համար, Տիրոջ եկեղեցին համար, Տիրոջ ավետարանը քարոզելու համար, ղրգված ըլլալու համար դու պատրաստ ես։ Դու ղրգված ես։ Այս է սերը։ Մնացածը բացություն մի պատմեք սիրելիներ իրարու։ Թե մենք հավատացել ենք, մենք գիտենք, մենք զգացում ունենք, մենք հայտնվեցանք, դերը ինձ ասեց, այդ խոսքերը արդեն մենք անցել ենք այդտեղից։ Այդ դերը ինձ ասեց անցել ենք։ Դերը եթե քեզ մեկ բան բիդասի, բիդասի զղջա, ապաշխարե, խոնարիր եւ ծառայե քո եղբորդ քրոջդ։ Հարաճացուր իմ տակ ավետարանը, իմ ավետարանի համար աշխատիր։ Այդ կասի դերը, եթե դերը մի բան ասում է քեզ։ Եթե դերոջ մեզ հայտնություն ունիս, այդ բիդասի քեզ։ Ուրիշ բան չի գրդարսել։ Քանի որ դերը մեզ ցույց կտա գարկ ու կանոնը։ Այսպես պիտի գիտնան, որ դուք իմ աշակերտներս եք, եթե իրարու հանդեպ սեր ունեք, եթե ղրգվածներ եք, եթե ծառայողներ եք, եթե ծառայության հոգին հնչագը հակած եք, եւ եթե ոտքեր գլվակ ձեր եղբայրներուն քույրերուն, այդպես պիտի գիտնան, որ դուք սեր ունեք։ Հալելույա, հալելույա։ Սիմոն Պետրոսը սավանոր դեր, ուր երթաս։ Հիսուս պատասխանը սավ, ուր որ ես կերտամ տուն հիմա չես կրնարկալ, ինչպես ասի քիչ առաջ իմ յետևես, բայց ետքը պիտի կաս իմ յետևես։ Այո, ետքը։ Պետրոս ասավ, դեր, ինչու հիմա չեմ կրնարկալ քու յետևետ։ Ես իմ կյանքս ալ քեզի համար պիտի տնեմ։ Ահա։ Լեցուն հավատացյալներ այս խոսքը գլսենք ամեն գիրագի, երբ որ փառապանության երկեր գերքենք, իմ կյանքս Հիսուսի, կյանքս կհայտնեմ Հիսուսի, Հիսուս քեզ ամչափ կսիրեմ, պատրաստ եմ կյանքս տալու, այսպես խոսքեր եւ այսպես երկեր շատ ունենք մենք։ Լավ են այս երկերը։ Երկելու համար լավ են, բայց ապրելու համար այնքանալ չէ։ Կյանքս կուտամ քեզի համար, Հիսուս պատասխանավ, թունքու կյանքդ պիտի դաս ինձ համար, հա։ Այդպես սկսես Պետրոս։ Դու չես հասկնար ինչ կսես։ Բերանետ նորեն թեթև խոսքեր ելան, հա։ Քեզի ասեմ, ճշմարիտ կսեմ քեզի, որ ակաղաղը պիտի չխոսի մինչև տուն 3 անգամ զիս ուրանաս։ Նորեն պամը խոսեցար Պետրոս։ Նորեն պամը սիր Պետրոս։ Մտածե Պետրոս, մտածե։ Լավ մտածե ինչ կսես։ Հասկացիր դու ով ես, հասկացիր ինչ է քրիստոնյա լալը, հասկացիր ինչ է Հիսուսի հետևիլը, հասկացիր ինչ է Տիրոջ նվիրվիլը։ Ես իմ կյանքս քեզի պիտի դամ։ Ես իմ կյանքս քեզի պիտի տնեմ։ Ինչպես կրնաս ասել ես իմ կյանքս քեզի պիտի տնեմ Պետրոս։ Եթե դու դեռ պատրաստ չես, որ Հիսուս քո ոտքերդ լվա, որ դու ոտքերը լվաս քո եղբայրներուն։ Սիրելի քո եղբայրներ, ավետարան Հովհաննեսն է որ գսերդենք։ Եվ որչափ այս գսերդեմ ձեր հետ, այնքան իմ մեջս ավելի այդ նախանցախնդրությունը կբարձրանա, թե այսօր մեր եկեղեցիներու մեջ, հավատացյալներու մեջ, Քրիստոսի հետևորդներու մեջ, ապաշխարածներու հետ, վերստին ծնվածներու հետ, մենք պետք է դարբեր ձևով աշխատենք։ Մենք պետք է թողնենք իրար մեջք քորելը, իրար այսպես հանդարտեցնելը եւ մենք պետք է իրական դառնանք թե ինչ կսե սուբկիրքը իրական հավատացյալին, աշակերտին, ծառայողին, ծառային։ Հիսուս իր աշակերտներուն ինչ որ գսե այստեղ միան 12-ին համար չէ, իրեն բոլոր հետևորդներուն համար է։ Դու քեզ հարց տուր, դու ինչ տեսակ ծառայ ես։ Դու քեզ հարց տուր, դու ինչ տեսակ աշակերտ ես։ Հարց տուր։ Տիրոջ առաջ ել, սիրտդ բաց, անգեղծ եղիր։ Քո մեջի շարժարիտներդ բեր Տիրոջ սե դեր ես ինչպես երթամ առաջ։ Քո խոսքիդ համաձայն ինձ օգնե որ ապրիմ, քո աշակերտը լամ, ավետարանը ղրգված լամ, ավետարանը քարոզող լամ, ավետարանը ապրող լամ։ Քանի որ դու հայրը քեզ ղրգես, դու ալ մեզ ղրգեցիր, ես ղրգված եմ, ես դունը նստող չեմ, ես իմ հանգիստս ապրողը չեմ, ես իմ կոմֆորտիս մարդը չեմ, դեր ինձ օգնե։ Սիրելի քույր եղբայրներ, անգեղծ եղեք Տիրոջը։ Եթե գուզեք որ իսկապես աշակերտ ըլլաք, անգեղծ աղոթեցեք։ Ձեր սրտի ներսը մտեք եւ ասեք դու ինչ տեսակ մարդ կուզեք ըլլալ։
Դերը գտեսնե գճանչնա ամեն մեկուս։ Կարդացին իր աշակերտներուն գճանչնար գիտեր ամեն մեկուն։ Քեզ ալ գիտե, ինձ ալ գիտե։ Հիմա ինչ որ ես կսեմ ցեզի արդյոք իմ մեջս իրական այդ է, ոչ թե միան քարոզ էսելով կքարոզեմ։ Դերը գիտե այդալ։ Արդյոք իրական անգեղձեմ ինչ որ գսեմ, իմ փապակս իրական է, ոչ թե արդյոք այդպես խոսք է գխոսինք։ Հավատքի մարդենք հովիվ են պիտի քարոզեմ, փամը պիտի ասեմ։ Գիտեք այդպես կա։ Հոգևոր մտնոլորտի մեջ հավատացյալները հոգևոր բաներ գսեն։ Հոգևոր մտնոլորտ ընկելենք բիզնեսի մտնոլորտի մեջ կմտնենք, հավատացյալները գմորնան իրենց հավատացյալը լալը, բիզնեսի բաներ խոսելով կսկսին, սուտ խոսելով, գեղտոտություն ունելով, անգարկություն ունելով, գմորնան։ Համապասանքի մեջ կմտնեն գմորնան, որ թիմացին իր քույր եղբայրն է, որում ոտքերը պիտի լվա, այլ ընդհակառակը մի հատ գլխին գզարնեն։ Ինչ տեսակ հավատացյալ ես։ Ինչ կուզես լալ։ Ինչ սակ մարդ կուզես լալ։ Արդյոք կուզես աշակերտը լալ ղրգված որ Քրիստոսը ապրիս, Քրիստոսին ավետարանը ապրիս, քո կյանքով ավետարանը երևնա, քո մեջ ավետարանը փայլի։ Եթե այդպես կուզես լալ, այս գիշեր նստիր Տիրոջ առաջ, օթե եւս դեր ես կուզեմ օգնե ինձ դեր որ հութա չլամ, բեդրոս չլամ, աշակերտներում մեջ չփախիմ, օդարբան խոսքեր չխոսիմ, օգնե ինձ որ իրականը լամ, ճիշտ քո խոսքիդ մեջ։ Մեմ եւս կարդացեք գլուխ 13-ը մտածելով ինչ որ ըսի, այս վիդեոն հիմա մի քանի վայրկյան հետո գտնվի YouTube-ի վրա, գտնվի Խոսգետ TV-ի վրա, Facebook-ի վրա, ամենատեբս դարաձեցեք, եթե գտեսնեք որ մարդիկ կան որ գհետաքրքրվին, եթե գտեսնեք որ մարդիկ կան ծեր ճոսկոմը որ իրենք ալ հիաստապված են ինչպես ես, իրենք ալ հիաստապված են այս գրոնական աշխարհեն, այս գրոնական խոսքերեն, իրենք ալ հոգնած են, ավետարանի ճշմարիտ խոսքը թողելով ավետարական բաներ գնեն մարդիկ, եթե հոգնած են ուղարկեցեք այս բաները, իրենք ալ թող շարժին, եւ դերևս ինչու՞ չէ միասին համախմբվենք եւ աղոթենք եւ բայկարենք, որ ամեն երկրի մեջ, ամեն քաղաքի մեջ ճշմարիտ աշակերտներ փարսանան։ Մեր հայացքին մեջ։ Փառքը թողնվի մեր Տիրոջը հիմա եւ միշտ եւ հավիտյան հավիտենից, հալելույա։ Ես կուզեմ Տեր Հիսուսի նմանվիլ։ Վստահ եմ քո մեջ ալ փարսացավ այդ փափակը։ Տեր Հիսուսի նմանվիլ ծառան իր Տիրոջ պես է։ Իր Տիրոջ մեծ չէ։ Հալելույա։ Լսենք այս երգը կվերակտնենք իրար։ Տեր ես կանգնած եմ քո գահի առջև, բախում եմ դուրը սիրտս քեզ տալիս, Տեր խոնարհվում եմ քո սիրո առջև, ձեռքերս վեր երկրպագում եմ քեզ, Տեր Հիսուսին կուզեմ ես նմանվել, կամքը նրա այս աշխարհում միշտ կատարել, եւ անդադար խոսքով նրա կյանքում առաջնորդվել, փառքով նրա ամբողջ աշխարհը ողել, Տեր Հիսուսին կուզեմ ես նմանվել, կամքը նրա այս աշխարհում միշտ կատարել, եւ անդադար խոսքով նրա կյանքում առաջնորդվել, փառքով նրա ամբողջ աշխարհը ողողել, երբ ես նայում եմ քո հրաշքների, ոցավառվում է սիրտը իմ կրկին, երբ արթնանում է իմ քնած հոգին, կարծես ճախրում է եւ ցնցում կրկին, Տեր Հիսուսին կուզեմ ես նմանվել, կամքը նրա այս աշխարհում միշտ կատարել, եւ անդադար խոսքով նրա կյանքում առաջնորդվել,
Արկով նրա ամբողջ աշխարհը Տեր Հիսուսին կուզեմ ես նմանվել Կամքը նրա այս աշխարհում միշտ կատարել Եվ անդադար խոսքով նրա կյանքում առաջնորդվել Արկով նրա ամբողջ աշխարհը Տեր Հիսուսին, Տեր Հիսուսին, Տեր Հիսուսին, Տեր Հիսուսին, Տեր Հիսուսին նմանվել Օրտնյալ է ամենագար Աստված քո Սուրբ անունը Սուրբ ոգիով մեզ օգնե որ քո աշակերտները լանք Սուրբ ոգիով մեզ օգնե, որ քո գամքը կատարենք այս աշխարհում։ Քեզ նմանվենք, դու որ ծառա եղար, դու որ քո կաղը թողեցիր եւ իջար, մեզ օգնե քեզ նմանվենք Տեր։ Քո գամքի համաձայն ապրենք եւ ավետարանը փոխանցենք, ավետարանը ապրենք ղրգվածներ, քեզ փառք բերելու հայր։ Օգնի սիրելի քույր եղբայրները, որ լսեցին այս պատկամը չլինի ով դեր բարձրապես պատկամը, այլ կյանք փոխող իրավիճակ, որովհետեւ որոշումներ առնվի այսօր մեր ազգին մեջ բարձրանան աշակերտներ, մեր ազգին մեջ ղրգվածները շատնան, ղրգվածները երթան այս աշխարհ եւ ապրին իրական Քրիստոսը, այդ բոլոր մարդիկ, որ հոգնած են գրոնական շարժումները, հոգնած են հիաստապված են դեր, գրոնականները եւ գղերականները եւ քահանաները եւ բադվերիները եւ Ռոզիչները, անոնք որ դեր իսկապես ծարավ են քեզ, այդ մարդկանց ղրգե մեզ, որբես այդ մարդիկ կան քո առջև եւ քեզ սիրեն, եւ քեզ ընդունին եւ քո կորձդ կատարեն, որբես երբ որ դու վերադառնաս ուր որ ես դու, այնտեղ լան իրենք։ Քեզ կբադվենք եւ կպարավորենք։ Հանուն հոր եւ որդվո եւ օգնի սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Հալելույա։ Ամեն, ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցե շատ օրտնեսնել քուրի եղբայրներ ուրախ էի այս ժամը ցեր հետ անցկացնելու հուսամ կշարունակենք այսպես տիրոջմով իր գամքին համաձայն քացեք աշխարհը ողողեցեք իր բարի լուրով ցեր ավետարանով ցեր կյանքով ցեր նամակներով ցեր էյությամբ ցեր ժվիդով ցեր ծառայությամբ ցեր խոնարհությամբ որ տեսնեն որ Հիսուս կա Հիսուս կաբրի աշխարհը փոխող Հիսուսը դեր իր ժողովուրդը այս աշխարհի մեջ է պիտի կա վերցնել ժողովուրդը բայց միջև արդ մենք պետք է երթանք եւ այս խավար աշխարհին մեջ այն լույսը rank ծեր սիրով պիտի գիտնան որ դու աշակերտներս եք կսեդերը իրեն լամիշ փառքը եւ բադիվը եւ օրտնությունը դերը օրտեցես առադաբես եւ իսկապես ցես դա այդ մեծ շնորհքը որ մինչեւ քալչորեք շաբթի դերը գամի վկայություններով կակ թե այս շաբաթ դեր ինչպես ցես կորձածեց ամեն ուրեմն քրեցեք քրի արեք ծեր մոտ ինչ պիտի ընես վաղը որ Հիսուս Քրիստոսի սերը փոխանցես, ծառայությունը փոխանցես, քո եկեղեցի մեջ եղբայրներով, քույրերով, դգարներով, ինգազներով, ելազներով Քրիստոսի ապրումը պիտի ապրիս։ Քրե ամեն օր թե ինչ պիտի անես եւ ինչ հրավդերը քեզմով եւ Դիրոջ առաջ բերենք եւ փառքնանք Դիրոջը քար շաբաթ իր մեծ օրտնություններուն համար։ Ցեզ գսիրենք, կորտնենք, եղեք օրտնված, մինչ հաջորդ հանդիպում, փառք մեր Դիրոջը ցդեսություն։